Գյումրու պետական փողային նվագախումբը այս անգամ բեմին է ի պատիվ Գյորգի Ծամուկաշվիլիի։ Նվագախումբը նշում է հիմնադրի 80-ամյակը, բեմին ներկայացնելով այնպիսի կատարումներ, որոնք գործիքավորել է Գյորգի Ծամուկաշվիլին եւ որոնք նվագախմբի վերջին ժամանակների նորություններն էին։ Համերգը բաղկացած է երկու բաժնից, առաջին բաժնում կներկայացնենք միայն Գյորգի Ծամուկաշվիլիի գործիքավորումները, իսկ երկրորդ բաժնում հանդիսատեսին ցույց կտանք, թե իրենից հետո նվագախումբը ուր է հասել, ինչ ստեղծագործական աճ է գրանցել եւ հանդիսատեսի տատից գնահատականը պարզ կլինի։ Նվագախմբի երաժիշտներից մեծամասնությունը Գյորգի Ծամուկաշվիլիի սաներն են, ով էլ սանը չի եղել, հաստատ գործի բերումով առնչվել է Գյորգի Ծամուկաշվիլիին։ Ամենահիշվող խորհուրդը որ մարդ պիտի իր մասնագիտության մեջ լինի լավագույնը, այլապես պիտի չզբաղվի այդ մասնագիտությամբ, հատկապես երաժիշտը։ 1973 թվականին հիմնվեց այս նվագախումբը, պահանջկոտություն, աշխատասիրություն ու մասնագիտական մեծագույն նվիրվածություն։ Այս ամենի արդյունքում է հաջողվել կայացնել փողային ավանդույթները մեր քաղաքում։ Չեմ մոռանում այն խոսքերը, որ Կիրակոսյան Հասմիկի հետ Ֆրանսիայում գնացել էին մեր փողային օրկեստրը ֆեստիվալ էին գնացել եւ այդ մեծ գավաթը տվեցին մեր Գյումրի քաղաքի փողային նվագախմբին, ստացավ եւ ասին, որ պետք է տանք այդ փոքրամարմին դիրիժորին, Ծամուկաշվիլիում դիտան, Ծամուկին եւ պատկերացրեք, ես հիշում եմ, որ պատմեցին, ասին բոլոր այդ փողային նվագախմբերը հավաքված պետք է ելույթ ունենային, մի ստեղծագործություն պետք է ելույթ ունենային, բոլորը միասին այդ փիլոնը բերել են, գցել են Ծամուկաշվիլի ուսերին, ասել են, որ դու պետք է դիրիժորություն անես։ Եվ կրկնակի հպարտություն է մեր բոլորիս համար, որ նրա ժառանգությունը շարունակում է իր ժառանգը Արմեն Ծամուկաշվիլին եւ Արտակ Գրիգորյանը։ Հիմա մեր փողային նվագախումբը շատ բարձր մագարտակի վրա է գտնվում եւ ես աշխատում եմ բոլոր համերգներին նրանց ներկա գտնվել։ Ներկաները կարևորում էին, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս նոր սերունդներին պատմելու, թե ով է եղել Գյորգի Ծամուկաշվիլին, ինչ դեր է ունեցել քաղաքի երաժշտական մշակույթի մեջ եւ ինչ ճանապարհ է անցել Գյումրու փողային նվագախումբը նրա ղեկավարությամբ ու նրանից հետո։ Շատ տաղանդավոր երաժիշտ, շատ լավ ընկեր, հրաշալի գործիքավորումներ ունի, այնպիսի նուրբ գործիքավորումներ ունի, վերցնում էր մի դասական ստեղծագործություն, հրաշալի իրապետելով փողային բոլոր գործիքներին, հնչերանգներին, նրբություններին, այնպիսի գործիքավորումներ անում, որ խնդրում էին այլ փողային նվագախմբեր, հատկապես Երևանից այդ գործերը որպես հեղինակի խնդրում էին թույլատրել, որ ինքն էլ համաձայն էր, որ նվագեին եւ մինչեւ այսօր նվագում են։ Այսօր փողային օրկեստրը մեծ համբավ ունի, մեծ արդյունքների հասե թե բնականաբար մեծ ճանապարհ անցել է Ծամուկաշվիլու Հովանո ներքին, այսինքն որպես իրեն մայստրո դիրիժոր եւ ինքը հրաշք դիրիժոր է եղել։ Ինքը հրաշք արվեստագետ էր, ինքը որպես մարդ հրաշք մարդ էր, ինքը լավ ընկեր էր, ինքը բոլոր նվագախմբի տղաների հետ ոչ թե միայն ինքը դիրիժոր էր համարվում, որ մայստրո էր համարվում, այլ ինքը որպես լավագույն ընկեր էր համարվում։ Խորհուրդը նրա հետևյալն է, որ ծայրահեղ պրոֆեսիոնալ պետք է լինես եւ ահավոր նշմանագադորեն պետք է մոտենաս քո գործին։ Դա է նրա հիմքում ընկած եւ այդ որակը մենք տեսնում ենք հենց իր ղեկավարած փողային նվագախմբից։ Հիմնադրման ակունքներից սնվելով նվագախումբը շարունակում է արժանանալ հանդիսատեսի բարձր գնահատականին, մինչ օրս ղեկավարվելով հիմնադրի որդու Արմեն Ծամուկաշվիլիի կողմից։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան, այսօր։